Ողջույն հարգելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեր շաբաթօրյա Աստվածաշունչի սերտողությանը։ Այս շաբաթ օր մենք ուսումնասիրելու ենք Նոր Կտակարանից, շարունակում ենք մեր սերտողությունները նամակ Հռոմեացիներին։ 5-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 12-ից 21 համարները։ Ու քանի որ Կիրակի օրը Զատիկ է, առաջի հերթին ամբողջ նամակ Հռոմեացիներին հիմնված է հենց Քրիստոսի խաչելության, հարության եւ կարեւորության համար։ Այսինքն ամբողջ նամակը մեզ բացատրում է, որ Հիսուս եկավ, խաչվեց, հարություն առավ եւ մենք էլ իր միջոցով, իր սուրբ այրան միջոցով ունենք փրկություն։ Փրկությունը մեզ տված է ազատորեն, գործերի, աշխատանքների եւ արարքների վրա հիմնված չի, այլ շնորհով ենք մենք փրկված։ Եվ այսօրվա պատգամը մենք ուսումնասիրենք մի քանի կարևոր նյութեր կամ կետեր այս փրկության եւ շնորհի հետ կապված, եւ նախապես ուզում եմ շնորհավորեմ բոլորի Զատիկը, Քրիստոս հարավ ի մեռելոց, օրնյալ է հարությունը Քրիստոսի։ Եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք հիշում ենք դու ինչ կատարեցիր խաչի վրա եւ շնորհակալ ենք Տեր, որ աշխարհի մեղքերը դու վերցրեցիր քո վրա եւ Տեր դու մեր համար եղար վերջին զոհը ու քո միջոցով Հիսուս մենք ունենք փրկություն։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների, դիտողների համար, աղոթում եմ Տեր բոլոր այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այս պատգամը, աղոթում եմ դրանք էլ նույնպես, այս մարդիկ նույնպես Տեր ապաշխարեն, փրկվեն եւ վայելեն Տեր Աստված հավիտենականությունը քո հետ, երբ այն պահը գա, որ աչքերը փակեն այստեղ Տեր Աստված կբացեն քո մոտ։ Աղոթում եմ Հիսուս, որ դու բոլորի խնդիրները, ցավերը, դժվարությունները գիտես, աղոթում ենք Տեր բոլորին դու առատորեն օրհնես եւ օգնես Տեր Աստված, ու աղոթում եմ, որ բոլորս աշակերտվենք Սուրբ գրքով, քո խոսքերով, Աստվածաշունչով։ Աղոթում ենք այսօրվա սերտողության համար, խնդրում ենք, որ Սուրբ Հոգին մեզ դասավանդի, ու աղոթում ենք այս ամենը Հիսուսի մեծ սուրբ անունով, ամեն։ Հարգելիներս, վերնագրել ենք այս շաբաթ օրվա սերտողությունը Ադամ եւ Քրիստոս։ Ուրեմն այս համարներով ուսումնասիրելու ենք Ադամի եւ Քրիստոսի համեմատությունը։ Պողոս առաքյալը բացատրում է, որ ինչպես մի մարդու միջոցով մեղքը մտավ այս աշխարհ, նույնպես մի մարդու միջոցով փրկություն ստացանք։ Հիմա կբացատրենք, թե Պողոս առաքյալը ինչու է օգտագործում այս համեմատությունը եւ ինչու Ադամը Քրիստոսի հետ է համեմատվում եւ այս համեմատությունն է ընդհանրապես մեջտեղ բերվում։ Եկեք կարդանք 12-ից 13 համարները ու սկսենք այստեղից։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին, որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղք կար, բայց այն մեղքը չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Ուրեմն եկեք հասկանանք, թե Պողոս առաքյալը մեզ ինչ է բացատրում։ Կա 3 հիմնական կետեր։ Ադամը մինչև մեղք գործելը առանց մեղք էր, ու այս հատուկ ժամանակը Քրիստոսի հետ է նա համեմատվում։ Ուղղափառ կաթոլիկ եւ բողոքական քրիստոնյաները, բացի արևելյան ուղղափառներից, հավատում են, որ Հիսուս 100% Աստված է եւ 100% մարդ։ Իսկ արևելյան ուղղափառները, այսինքն առաքելական եկեղեցին, ղպտիները եւ մյուսները, նրանք տարբերություն չեն դնում, չեն առանձնացնում մարդ, Հիսուս որպես մարդ եւ Հիսուս որպես Աստված հասկացողությունը։ Սա մի փոքր բացատրություն է ուղղակի աստվածաբանության տարաձայնությունների եւ տիեզերային ժողովները, որ եկեղեցու տեղի են ունեցել դարերի ընթացքում, լավ է որ իմանանք ու ավելի լավ տեղյակ լինենք աստվածաբանությունից։ Երկրորդ կետը, երբ Ադամը մեղք գործեց,
նա միայն ինքն իրեն վնաս չտվեց։ Հիմա իր բոլոր սերունդները մեղքի մեջ են ծնվում։ Հետևաբար բոլորս ենք վնասվել ու անեծքի տակ մտել։ Բոլորս մեղավոր ենք։ Իսկ երրորդ կետը մեղքի հետևանքը Աստծուց անջատվելն է ու մահն է, քանի որ մեղքը Աստծու հետ թշնամություն է։ Եվ անապաշխարած մարդը, ով Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ չի ընդունել, նա փրկված չի։ Այսինքն հարկավոր է վերստին ծնունդ, ինչպես Հիսուսն է ասում, որպեսզի մենք վերականգնվենք մեր Տիրոջ հետ ու պարզապես մեր մեղքերը ամբողջությամբ ներվի։ Սա կապ չունի, թե օրենք կար, թե ոչ, բոլորը մեղավոր էին համարվում, եւ հիշենք Պողոսը մեզ ինչ է սովորեցնում, Պողոս առաքյալը, թե Աստված հեթանոսներին խեղճի միջոցով էր իրենց հասկացնում, թե ինչ կարելի է եւ ինչ չի կարելի մեղքի տեսակետից։ Այսինքն բացատրությունը այն է, որ օրենքը գրված էր նրանց սրտում որպես եւ խեղճի տեսքով, այսինքն խիղճը այդ մեխանիզմն էր, մի խոսքով, այսպես բացատրենք։ Եվ տեսեք, ոչ մեկը չենք կարող ասել, որ մենք մեղավոր չենք, մենք բարի ենք, մենք ոչ մեկին վնաս չենք տալի, ուրեմն մեզ պետքություն չկա Հիսուսին ընդունել եւ այլն եւ այլն։ Քանի որ մեղք կա, քանի որ Ադամը առաջի մեղքն էր, այսինքն Ադամը առաջի մարդն էր, որ մեղք գործեց եւ իր սերունդները շարունակական, շարունակաբար եւ ժառանգաբար անեծքը իրենց վրա է, քանի որ Աստված անիծեց այս աշխարհը եւ ժառանգական այդ մեղքը շարունակվեց սերունդից սերունդ։ Անցնենք 14 համարին։ Գրած է, բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց, նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա, Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Այսինքն այսպես հասկանանք, ինչ նկատի ունի։ Մովսեսից սկսած եկավ օրենքը, Աստված տվեց օրենքը Մովսեսին եւ Ահարոնը որպես քահանայապետ, այսպես սկսվեց օրենքի շրջանը։ Ուրեմն ինչ որ Ադամը գործեց եւ իր սերունդները հետեւաբար, այսինքն հետագայում մինչև օրենքը միևնույնն է, դա համարվում է մեղք։ Թեև օրենքը չկար, միևնույնն է, քանի որ մարդ մեղավոր է, մեղք էր գործում, օրենքը կա թե չկա, նշանակություն չունի, նույն մեղքի անեծքը, նույն ընկած աշխարհը, նույն մեղավոր աշխարհը մինչև օրենքն էր։ Սա է ուզում Պողոս առաքյալը բացատրի, որովհետև չի ուզում մարդիկ հասկանան, որ մինչև օրենքը մեղք չկար։ Սխալ հասկացողություն է դա։ Մինչև օրենքը, այո, մեղքը կար։ Օրենքով չհաստատվեց մեղքը, ուղղակի օրենքը մեզ եղավ որպես հայլի, որ մեր գարշելի մեղքերը մեր դեմ բացվի եւ մենք պարզ տեսնենք, թե ինչպես ենք մենք մեղք գործում եւ Աստծու թշնամի համարվում։ Իսկ 15 համարի մեջ գրված է. սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքան առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու Հիսուս Քրիստոսի շնորհով։ Ուրեմն շնորհը այն միջոցն է, ասենք, որ Աստված մեզ պարգևում է փրկություն առանց որևիցե աշխատանքի։ Օրենքի ժամանակաշրջանում պետք է հետևեին բոլոր կանոնները եւ եթե չհետևեին կանոնները, մեղք էին գործում, հետեւաբար պետք է զոհ մատուցեին ու անընդհատ արյուն էր թափվում։ Բայց Հիսուսով նա եղավ մեր վերջին զոհը եւ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը իր վրա։ Հետևաբար ունենք մենք փրկություն Հիսուսով եւ
շնորհով, որ այլևս մեր արժանինքներով կամ գործերով չի, որ ձգտում ենք դեպի փրկության, փրկված ենք, եթե մենք ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, վերստին ծնունդ ենք ունենում, ապաշխարում ենք եւ ինչպես որ Հռոմեացիների 10-րդ գլուխ 9-ից 10 համարների մեջ է գրված, սրտով հավատում ենք, որ արդարանանք, իսկ բերանով էլ խոստովանում ենք, դավանենք եւ փրկվենք։ Հիմա սա է կարևոր կետը, որ Պողոս առաքյալն ուզում է բացատրել, ու եթե մենք անցնենք 16-ից 19 համարները, կտեսնենք, որ գրած է դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում, որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց, այդ մեկի միջոցով, որքան առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունը ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկ արդարությամբ, որ կյանք է, մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Արդեն պարզ է, չէ՞, մեր համար, թե Պողոս առաքյալը ինչ է խոսում։ Ասում է, որ մեկի միջոցով մեղքը մտավ, մյուսի միջոցով փրկված ենք։ Շնորհով մենք արդարացած ենք եւ այլևս մահը մեր վրա իշխանություն չունի։ Այսինքն նրանք, ովքեր որ Հիսուսին ընդունում են, ինչպես ասացինք քիչ առաջ, ապաշխարում են, վերստին ծնունդ են ունենում, մահը նրանց վրա իշխանություն չունի։ Մահից հետո նրանք դժոխք չեն գնալու, հավիտենական մահ չկա նրա համար, ով հույսը դնում է, հավատքը դնում է եւ ապաշխարած է եւ արդարացած է Հիսուսի սուրբ այրունով։ Սա է գլխավոր միտքը, գլխավոր իմաստը եւ կարեւորությունը, որ ճիշտ հասկանանք, որ երբեք չմտածենք, որ գիտեք, կան այլ տարբերակներ կամ այլ միջոցներ կամ այլ կրոններ կամ այլ գաղափարներ դեպի փրկություն տանող։ Ոչ, մի գաղափար կա, Հիսուս Քրիստոսն է եւ նրանով ենք մենք փրկված։ Ուրիշ ոչ մի անունով, ուրիշ ոչ մի միջոցով փրկություն չունենք։ Սա է բանաձևը, որ Աստված մեզ ամեն կերպ, ամեն ձև հասել է եւ նույնիսկ Հայր Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին միածինին տվեց մեր համար, խաչի վրա աշխարհի մեղքերը վերցրեց իր վրա եւ մի պահ խաչի վրա նույնիսկ իր եւ իր հոր հետ այդ միությունն էլ անջատվեց, որտեվ Հայր Աստված մեղքը իր համար գարշելի է եւ այդ աշխարհի մեղքը նստեց Հիսուսի իր միածին որդու վրա, հետեւաբար իր երեսը թեքեց իր որդուց, դրա համար Հիսուս խաչից ասեց, ինչու ես ինձ լքել Տեր, պարզ ասած։ Ուրեմն հասկանանք, որ զատիկը մենք ուղակի որպես մշակույթային կամ ինչ որ ազգային տոն չենք մենք նշում։ Զատիկը մեր համար շատ նշանակավոր, շատ կարևոր կյանքի եւ մահի օր է դա մեր համար, որովհետեւ նա ով ընդունում է Հիսուս Քրիստոսին կյանք ունի, իսկ նա ով մերժում է Հիսուս Քրիստոսին մահն է նրա վրա նստած։ Եվ ապաշխարություն եթե չկա, եթե մարդ չի զղջում իր կատարած մեղքերից եւ ապաշխարության չի գալի, այդ անձնավորությունը, հավիտենականությունը երկնավոր հոր հետ չի անցկացնելու։ Դրա համար մեր համար շատ կարևոր է, որ զատիկը մենք թրուցիկ կերպով չնշենք, ոչ էլ ուղակի ձու ներկելու կամ հատուկ ուտեստներ վայելելու, ոչ, դրա մասին չի, դրա վրա հիմնված չի։ Իհարկե ոչ էլ մեր բարեկամներով, հարազատներով հանդիպելու իրար հետ հաց կիսելու
օր չի։ Այս օրը մենք նշում ենք մեր Տիրոջ խաչելությունը, հարությունը, ինչ որ սկսվեց հինգշաբթի օրվանից, որ իրան ձերբակալեցին, չարչարվեց, ուրբաթ օրը խաչվեց եւ Կիրակի օրը հարություն առավ։ Ուրեմն մենք էլ բոլորս հիշենք, ճիշտ ձևով նշենք եւ եթե դեռ չենք ապաշխարել մեր կատարած մեղքերի համար, թող այսօր այդ օրը լինի։ Շարունակենք վերջի երկու համարներն էլ ուսումնասիրենք ու կաղոթենք, կավարտենք այսօրվա սերտողությունը։ 20-ից 21 համարների մեջ գրված է. բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի Երևան գա հանցանքների բազմությունը, բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ։ Որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։ Արգելիներս, օրենքը տրված է, որ մեր մեղքը կոպիտ ասած ջրի երես հանի, ցույց տա մեր մեղքը, ցույց տա մեր պակասությունը, մեր գարշելի էությունը։ Եվ Հիսուս եկավ, որ մեզ ասի, որ արգելիս զավակս ես քո համար եմ խաչվում, որ դու հավիտենականություն եւ կյանք ունենաս, ել ավելի։ Եվ հիշեք, հավատքը Աստված մեր համար ինչ որ ջին չի, կանչենք, գա օգնի, հետո իր հետ այդ մի պահը ավարտենք, մոռանանք։ Հավատքը եւ հավատքի կյանքը ուղղակի կյանք է եւ ապրելաձև է եւ պետքա մենք հետևենք Տիրոջ կամքը, խոսքերը, իհարկե ոչ թե մեխանիզացված, ոչ թե արարքների վրա հիմնված, որ 10 անգամ այսպես աղոթենք կամ ընդամենը հայրմերն ասենք կամ չգիտեմ ինչ, ուրեմն մենք լավ ենք Աստծու հետ։ Աստծու հետ հարաբերություն պետք է ունենալ։ Ոչ թե արարքներ անել ու նշել, որ այդ արարքները մենք կատարեցինք, ուրեմն 10 հատ լավ բան հավաքեցինք այս մի կողմը, երկու վատ բան արեցինք, ոչինչ, 10-ը գերադասում է 2-ին եւ այլն, այսպես հասկացողություն չկա։ Պետք է բոլորս ճիշտ հասկանանք, որ Հիսուս մեր բոլոր մեղքերի համար նախաճվեց եւ մենք ունենք միջոց, որ մեր բոլոր մեղքերը մաքրվի, եթե մենք գանք վերստին ծնունդ ունենանք, ապաշխարենք ու ընդունենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ հարգելիներս, շատ պարզ աղոթք է, եթե ի սրտանց աղոթես, որ ընդունում ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ներողություն ես խնդրում կատարածդ մեղքերի համար, աղոթում ես Հիսուս ների քո բոլոր մեղքերը եւ սպիտակ ձյան նման քեզ մաքրի եւ գրի քո անունը կյանքի գրքի մեջ ու բնակվի քո սրտում, դու ունես արդեն ապաշխարություն եւ վերստին ծնունդ։ Կարևորը սրտումդ հավատաս եւ սրտովդ հավատալով արդարանաս։ Եվ այդ արդարությունը գալիս է Հիսուսի սուրբ այրունով, որ մեզ վերականգնում է երկնավոր Հոր հետ։ Ուրեմն այսօր այսքանը, նորից շնորհավորում եմ բոլորի զատիկը, մեր հաղթանակի օրը, մեղքից, նորից Քրիստոս հարյավ իմ մեռելոց, օրնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն։